Հայաստանի ֆուտբոլային մարզադաշտերը հայտնի են իրենց յուրահատուկ պատմությամբ, աշխարհագրական դիրքով և եզակի ճարտարապետական լուծումներով։ Մարզադաշտերի մասին ամենահետաքրքիր փաստերն են. Երևանի Հրազդան կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել է 1970-1971 թվականներին, եղել է ամենամեծ մարզադաշտերից մեկը, կառուցված լինելով կասկադային ճարտարապետական լուծմամբ, այն իր ժամանակին տեղավորել է ավելի քան 70,000 հանդիսական։ Բարձր լեռնային դաշտերի ռեկորդակիրը, Գյումրիի քաղաքային մարզադաշտը, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում Շիրակ ֆուտբոլային ակումբը, աշխարհի ամենաբարձր լեռնային պրոֆեսիոնալ ֆուտբոլային դաշտերից մեկն է, ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա։ Գլխավոր ազգային արենան, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը, որը գտնվում է Երևանի սրտում, ներկայումս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր տնային դաշտն է, այն կարող է ընդունել մոտ 14400 հանդիսական, տարբեր տվյալներով մինչև 15000-ից ավելի։ Ամենասիրելի Փյունիկ ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտը Հայաստանի մայրաքաղաք Երևանում է գտնվում։ Գտնվում է Կենտրոն համայնքում Ծիծեռնակաբերդի բարձունքի հարևանությամբ։ Կառուցվել ու բացվել է 2004 թվականին։ Փյունիկ ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի, նախկինում Կիլիկիա մարզադպրոց տարածքում։ Մարզադաշտը տեղավորում է 770 հանդիսական, 100% նստատեղերով։ Մարզադաշտը հիմնականում ծառայում է որպես Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող Փյունիկ թիմի տնային հանդիպումների վայր։ Ամենահինը գործողների շարքում Ալաշկերտ մարզադաշտը, նախկինում Նաիրի, որը տեղակայված է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, բացվել է դեռևս 1960 թվականին և մինչ օրս ծառայում է որպես պրոֆեսիոնալ թիմերի, այդ թվում Ալաշկերտի տնային դաշտ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերով 21-րդ դարում կառուցվել են մի շարք ժամանակակից փոքր մարզադաշտեր մարզերում, օրինակ Վանաձորում և Արմավիրում։ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մասին հետաքրքիր փաստեր. Տարողությունը 59989 ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Կառուցվել է 1933-ից 1935 թվականներին ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծով, ապա ընդլայնվել 1953 թվականին ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով։ Մարզադաշտի որոշ կատարելագործումներ ապահովվեցին 1963 թվականին, հիմնովին վերակառուցվել ու վերանորոգվել է 1999 թվականին և 2008 թվականին։ 1935-ից 1999 թվականներին հայտնի էր որպես Դինամո մարզադաշտ, 1999 թվականին վերանվանվել է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ, հանրությանը հայտնի է պարզապես Հանրապետական մարզադաշտ անվանումով, համարվում է Երևանի քաղաքապետարանի սեփականությունը, առավելապես օգտագործվում է Հայաստանի ֆուտբոլային ազգային հավաքականի և ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Հրազդանի մարզադաշտի մասին հետաքրքիր փաստեր. Երբ կայացվեց մարզադաշտը կառուցելու որոշումը, սկսվեցին նախագծային աշխատանքները Հայ պետնախագիծ ինստիտուտի տնօրեն Կորյուն Հակոբյանի գլխավորությամբ։ Հեղինակային խմբի կազմում ընդգրկված էին նաև կոնստրուկտոր Էդուարդ Թոսունյանը և ճարտարապետ պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանը։ Մարզադաշտի կառուցման բուն գաղափարը պատկանում էր Անաստաս Միկոյանին։ 1968 թվականին սկսվեց Հրազդան մարզադաշտի շինարարությունը։ Նախագծային և շինարարական աշխատանքները տարվում էին զուգահեռաբար։ Կարելի է ասել, որ Հրազդանի շինարարությանը մասնակցում էր ամբողջ Հայաստանը։ Դա համաժողովրդական շարժում էր։ Շինարարության ընթացքում միութենական ղեկավարներից ոմանք եկան Հայաստան և ցանկացան դադարեցնել մարզադաշտի կառուցումը։ Բերվում էր այն փաստարկը, թե 750,000 բնակչություն ունեցող քաղաքը 70,000 տեղանոց մարզադաշտի կարիք չունի, սակայն մեր ղեկավարներին հաջողվեց համոզել և կառուցել Հրազդանի մարզադաշտը։ Այն կառուցվել է ընդամենը 19 ամսում։ Հրազդանը առաջին երկհարկանի մարզադաշտն էր։ Մարզադաշտը բացառիկ էր նաև իր լուսավորությամբ։ Այն լուսավորվում էր հալոգեն լամպերով, որոնք պատրաստվում էին Երևանում։ Սա ևս բացառիկ երևույթ էր։
Հրազդանն առանձնանում էր նաև իր կատարյալ խոտածածկույթով։ Ամբողջ դաշտի տակ սնուցող համակարգ էր տեղադրված, որն իր կառուցվածքով նման էր բետոնե դաշտակի, այսինքն մարզադաշտի խոտածածկը ջրով սնվում էր ոչ թե վերևից, այլ ներքևից։ Առավելությունը այն էր, որ կանաչը չէր խոնավանում և ֆուտբոլիստների խաղին ոչինչ չէր խանգարում։ Խոտածածկի սնուցման այդպիսի համակարգ աշխարհում դեռևս չէր կիրառվել, առաջին անգամ դա արվեց Հրազդանում։ Մարզադաշտի բացմանը սպասում էր ամբողջ Հայաստանը, մարդիկ գալիս էին շինհրապարակ, փորձում էին մասնակից դառնալ գործին ու անհամբեր սպասում էին շինարարության ավարտին։ Շինարարական աշխատանքները տարվում էին օր ու գիշեր, առանց դադարի։ Շինարարությունը ավարտվեց 1970 թվականին, իսկ բացումը տեղի ունեցավ 1971 թվականի մայիսին, երբ Երևանի Արարատը հանդիպում անցկացրեց Ալմա Աթայի Կայրատի հետ։ Այդ խաղի ավարտին մարդիկ սկսեցին այրել թերթերը, որոնք բերել էին իրենց հետ նստարաններին փռելու համար։ Այդ պահին ամբողջ մարզադաշտը վերածվեց մի հսկա վառվող թասի, շատ տպավորիչ տեսարան ստեղծվեց։